որից հետո նոր անցնենք մնացած հարցերին։ Ուրեմն իմ հայտարարությունից հետո, որ 3 միջազգային փորձաքննությունների եզրակացություններն արդեն կան, քննչական կոմիտեն ինձ համար շատ զարմանալի ու նաև տարօրինակ մի հայտարարություն արեց, մոտավորապես նշելով, թե գիտեք ինչ, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները դրանք ապացուցողական բնույթի նշանակություն չունեն եւ այլն, հələ մի բան էլ փորձեց նորից խոսել են մասին, թե իրենց կողմից նշանակված կամ իրականացված փորձաքննությունով հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանը։ Նախ շատ զարմանալի է, թե քննչական կոմիտեն ինչի չգիտի, որ փաստաբանը ինքը կարող է փորձաքննություն նշանակել, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման կարգ, այսինքն ասել, թե քրեական դատավարության օրենսգիրքից դուրս իրականացված գործողությունը իմ համար դա անհասկանալի է։ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս փաստաբանին, որպեսզի իրականացնի, որպեսզի նշանակի փորձաքննություն։ Բայց այդտեղ հարցը այդ չի, իսկ ինչ կապ ունի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված եւ այն գործով վարույթը մեր կողմից նշանակված եւ հիմա հրապարակվելիք փորձաքննությունների հետ որևէ առնչություն չունի։ Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ եղանակով դա քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնենք։ Ինչի, որովհետեւ խառուցված կամ իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը թեև ունի վկայի կարգավիճակ, դատավարական կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Իդեպ այս մասին եմ ուզում կարճ անդրադառնալ, թե ինչի վկայի եւ ոչ թե տուժողի։ Որովհետեւ առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող այն հոդվածով նախաձեռնված քրեական վարույթով, որով հիմա քննություն իրականացվում է։ Մասնավորապես անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության ռեժիմը խախտելով հոդվածով իրականացվող վարույթով։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքը առնչություն չունի այդ տեսագրության բովանդակությանը, այդտեղ պատկերված իրողությունները իր հետ որևէ առնչություն չունի, հետեւաբար ինքը չէր կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի, ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց փոխարենը հայտարարվեց նաև քննչականում, որ մեկ այլ բանից է տուժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են արատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համար, մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածում։ Հիմա խոսեմ այն փորձաքննության մասին, որի մասին այդքան քննչական կոմիտեն խոսեց եւ որը, ինչպես հիշում եք, ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։ Այդ փորձաքննությամբ, դատատեսաձայնագրային փորձաքննությամբ միայն մեկ հարց է տրվել։ Արդյոք տեսագրության մեջ պատկերված տղամարդը Արշակ Սրբազանն է թե ոչ։ Այս մի հարցն է տրվել։ Օրինակ հարց չի տրվել, արդյոք այդ տեսագրությունը իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Արդյոք այդ տեսագրությունը կեղծիք է թե ոչ, որևէ նման հարց չի տրվել։ Հիմա ես դրա մասին, երբ որ արեցի իմ առաջին հայտարարությունը, ինչ էի ասում, մենք հո չենք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի բաց մաշկով մի երիտասարդ է, որը բոլորովին նմանություն չունի այդ տեսագրության մեջ եղած անձի հետ։ Մենք այլ բան ենք ասում, տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք սարքած, չէ՞։ Օրինակ ես հիշում եմ, որ Արշակ Սրբազանի ասուլիսից հետո, վերջին ասուլիսից հետո, այսպես էլի բարձրախոսները դրված էին, սրանք բարձրախոս են, թե դրված էին եւ հենց այդ կադրերի վրա հավանաբար նույն մարդիկ կամ նույն խմբերը մեկ այլ տեսագրություն ստեղծեցին, թե իբր Արշակ Սրբազանն այստեղ դրած ինչ-որ օղի էր խմում եւ այլն։ Հիմա այդ տեսագրություն, իհարկե տեսագրությունը հետո անհետացավ, չհասկացա որ շնջեցին, երևի հասկացան ինչ են արել։ Հիմա այդ տեսագրությունը, եթե օրինակ ներկայացնենք այն փորձագետին, որը որ քննչականի համար այդ փորձակնությունը արել էր, դա էլի պիտի ասեր, չէ՞ որ տեսագրության մեջ այդ անձը եւ Արշակ Սրբազանը հավանաբար կամ հնարավոր է որ նույն անձինք են։ Ընդ որում շատ կարեւոր մի բան, տվյալ տամ, փորձագետը չի հաստատում հաստատապես, որ
տեսագրության մեջ պատկերված անձը եւ Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է հավանաբար նրանք նույն անձինք են։